Արտաշատի մասին հետաքրքիր փաստ էր։ Արտաշատը Հայաստանի հնագույն և պատմականորեն ամենահարուստ քաղաքներից է, որի անցյալն ու ներկան լի են ուշագրավ իրադարձություններով։ Ըստ անտիկ պատմիչ Պլուտարքոսի, քաղաքի կառուցման վայրն ընտրել և նախագծման աշխատանքները ղեկավարել է կարթագենացի հռչակավոր զորավար Հաննիբալը, ով փախել էր հռոմեացիներից և ապաստան գտել հայոց արքա Արտաշես առաջինի մոտ, այդ պատճառով քաղաքն անվանել են նաև հայկական Կարթագեն։ Քաղաքն անվանվել է իր հիմնադիր Արտաշես առաջին արքայի պատվին մ.թ. առաջ 176 թվական։ Հին Արտաշատը եղել է մեծ հայքի մայրաքաղաքը շուրջ 400 տարի, այն հանդիսացել է տարածաշրջանի ամենախոշոր քաղաքական, տնտեսական ու առևտրային կենտրոններից մեկը։ Պատմական Արտաշատը կառուցված է եղել Արաքս և Մեծամոր գետերի միախառնման վայրում գտնվող 12 բլուրների վրա, որտեղ այսօր Խոր Վիրապի վանքն է։ Ժամանակակից Արտաշատ քաղաքը հիմնադրվել է 1945 թվականին և գտնվում է պատմական հնավայրից մոտ 5-ից 10 կիլոմետր հյուսիս-արևմուտք։ Արտաշատ քաղաքը գտնվում է Հայաստանի Արարատի մարզում, Արաքս գետի ափին, Արարատյան դաշտում Երևանից 30 կիլոմետր հարավ-արևելք։ Լինելով Հայաստանի չորրորդ մայրաքաղաքը, Արտաշատը ներկայումս Արարատի մարզի մարզկենտրոնն է։ Արտաշատ քաղաքում շրջանառվել են սեփական դրամներ, որոնց վրա հունարենով գրված է եղել Արտաշատ մայրաքաղաք։ Պեղումների ընթացքում քաղաքի բլուրներից հայտնաբերվել է ավելի քան 8000 կավե դրոշմակնիկ, որոնք հաստատում են, որ քաղաքն ունեցել է հսկայական պետական արխիվ և աշխույժ միջազգային առևտրային կապեր։ Արտաշատի լավագույն վայրերը։ Հին Արտաշատի ավերակներ։ Պահպանված ավերակներ հին մայրաքաղաքից, որտեղ կարելի է ուսումնասիրել Հայաստանի վաղ պատմությունը և վայելել Արարատյան դաշտի տեսարանը։ Այստեղ կա նաև հուշարձան՝ նվիրված Արտաշես առաջինին, ով հիմնադրել է քաղաքը։ Խոր Վիրապի վանք։ Հայաստանի ամենահայտնի ուխտավայրերից մեկը, որը նաև բացում է Արարատ լեռան հիասքանչ տեսարանը։ Սուրբ Հովհաննես եկեղեցի։ Արտաշատի գլխավոր կրոնական կենտրոններից մեկը։ Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոն, տեղական մշակութային կենտրոն, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային բեմադրություններ։ Արտաշատը պատկանում է այն լավագույն վայրերի շարքին, որտեղ կարելի է բացահայտել Հայաստանի պատմությունը։